Կրկին ու կրկին բարև բոլորին ծովափնյա չքնաղ քաղաքից Հուրգադայից։ Մենք շարունակում ենք հյուրանոցների բացահայտումները եւ այս անգամ կծանոթանանք Մերկուրի հյուրանոցի հետ, որը գտնվում է առաջին գծում։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտ 9 կիլոմետր է, իսկ տևողությունը 14 րոպե։ Հյուրանոցը գտնվում է առաջին գծում եւ ունի հիանալի ավազեմուտք դեպի ծով։ Հյուրանոցում միշտ զգացվում է եվրոպական մթնոլորտը համընված եգիպտական գույներով։ Ձեր ժամանման առաջին իսկ պահից սկսած ձեզ կցուցաբերեն հյուրընկալ եւ սիրալիր մոտեցում։ Ընդունարանում գրանցելուց եւ անհրաժեշտ տեղեկատվություն տալուց հետո ձեզ կուղեկցեն դեպի ձեր համարներ։ Հյուրանոցում կա 3 լողավազան, որոնցից 2-ը գտնվում են հյուրանոցի պասիվ հատվածում։ Տվյալ լողավազանները չեն տաքացվում, իսկ հիմնական մեծ լողավազանը, որը գտնվում է ծովին ավելի մոտ, տաքացվում է տարվա ձմռան ամիսներին։ Լողավազանները կահավորված են հարմարավետ տափչաններով եւ հովանոցներով։ Ունեն բարեր, որտեղ անվճար մատուցում են զովացի չութեր, եգիպտական ալկոհոլ, թեյ, սուրճ, իսկ արտասահմանյան ալկոհոլ ու թարմ քամացյութերը հյուրանոցում վճարովի են։ Ակտիվ լողավազանի մոտ ցերեկվա ժամերին տեղի են ունենում անիմացիոն ծրագրեր, խաղեր, ակվաէրոբիկա եւ այլն։ Այժմ ձեզ ցույց տամ այստեղի համարները եւ առաջին համարը, որը ցույց կտամ, այստեղի ստանդարտ համարն է, անցնենք ներս, տեսնենք այն միասին։ Եվ այսպես, մենք համարի ներսում ենք եւ մուտքից աջ այստեղ զգեստապահարանն է, այստեղ կան կախիչներ, հավելյալ ծածկոց, որը չխոլով այսպես հակ է, մաքուր, ակուրատնի։ Մյուս հատվածում սեյֆը, բարձը, դարձյալ չխոլով, փակած, այստեղ կա դարակ, չեմ կարող ասել փայտից են նրանք, կահույքը փայտից է թե ոչ, բայց կարող եմ ասել, որ որակյալ է, դարակներ դարձյալ, ներքևում նույնպես կա դարակ, ինչպես տեսնում եք, ասեմ, որ ընդհանուր համարը գեղեցիկ այսպիսի գույների մեջ է կահավորված, ավելի շատ ընտանիքով հանգստանալու համար կամ զույգերով կամ աղջիկներով, միգուցե ցույց տամ ձեզ լոգարանը, որը ասեմ բավականին քիփիլիկ է, բայց հարմարավետ։ Այսինքն ազատ կարողանում ես այստեղ շարժվել, բայց չափսերով շատ մեծ չէ այն։ Այս դուրը փակվում է բնականաբար, ինչպես նաև բացվում է։ Ցույց տամ ձեզ լվացարանը, այստեղի որը մաքուր է, կարող եմ ասել նրա շուրջը նույնպես մաքուր է, ոչ մի ավելորդ հետք չկա այստեղ, երկու հայլի, երկուսն էլ ունեն
խոշորացույց, այսպիսի, մեկը բոյով, մեկը ոչ բոյով մարդկանց համար, այսպիսի գեղեցիկ լուսավորություն կա, այստեղ զուգարանն է, նրա առջև այլին, խալաթները, ֆենը, որը ունի միջին կարգի հզորություն, հայլու տակ այստեղ զամբյուղի մեջ խնամքի կոսմետիկ պարագաներն են, ատամի մածուկ խոզանակ, գլխի բախիլ, սա սափրվելու ածելին է իր գելով, ներքևում բաժակներն են, նույնպես այսպես թղթով հակած, որպեսզի մաքուր լինի, հողաթափերը, ինչպես տեսնում եք, այստեղ վերևում լոգանքի համար նախատեսված սրբիչներն են և ցույց տամ ձեզ լոգախցիկը, որը առաջի հայացքից փոքր է չափսերով, բայց հարմարավետ է, այսինքն ազատ կարողանում է շարժվել, այստեղ կա ռուբիկական ցնցուղ, սովորական ցնցուղ, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, չորանոցը և անցնենք առաջ, ցույց տամ ձեզ զգեստապահարանի կողքի հատվածը, որը մինի բառն է, այստեղ կա թեյ սուրճ, ինչպես տեսնում եք, ջուր, ներքևում սառնարան է, սառնարանում կա 2 շիշ ջուր, ընդամենը, անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այստեղ king size մահճակալն է, մահճակալի աջ և ձախ հատվածներում լույսերը միացնել անջատելու կոճակներն են, այստեղ կա այսպիսի փոքր լույս, գիրք կամ ուրիշ ինչ-որ բան կարդալու համար, ևս մեկ կարևոր բան, այստեղից նույնպես կա մուտք և ելք դեպի լոգարան, մահճակալի դիմաց աշխատասեղանն է, իր դարակներով, ասեմ, որ հյուրանոցը ըստիս ավելի շատ Եվրոպայից եկող հանգստացողների համար է, այդ թվում ինձ թվում հայերի համար, հարմար կլինի, այստեղ ամեն ինչ գրած է անգլերեն լեզվով, ինֆորմացիոն թերթիկն է, որը գրանցվելու հետ մեկտեղ տալիս են հյուրերին այստեղի, ամեն ինչ անգլերենով է գրած, բայց շատ պարզ, շատ հասկանալի, շատ մատչելի ձևով է գրած, որպեսզի ամեն ինչ պարզ լինի, հարցեր գրեթե չառաջանան։ Անցնենք առաջ, TV-ն է, ինչպես տեսնում եք, հայլին, մեծ ապակես սեղանը և այս հատվածում սոֆան է, այսպիսի ռելաքս փոքր հատված, բազմոցը, դարձյալ այսպիսի գեղեցիկ գույներով։ Դուրս գանք պատշգամբ կամ տերասա և ցույց տամ ձեզ նրա տեսքը։ Այստեղ կա 2 աթոռ իր սեղանով, այգին, տեսարան դեպի կարմիր ծովը և լողափը։ Եվ ցույց տամ ձեզ այստեղի հաջորդ համարը, որը կոչվում է Family Room, ընտանեկան համար է, անցնենք ներս, տեսնենք այն ներսից։ Եվ այսպես մենք ներսում ենք համարի և այստեղ մուտքից ձախ ցույց տամ ձեզ նախ լոգարանը, որտեղ կա զուգարան բնականաբար, այսպիսի դարակ բաց, որտեղ կան բաժակներ, հատակի կամ ոտքերի համար նախատեսված սրբիչը, սրբիչները ավելի ճիշտ, այս հատվածում լվացարանն է, նրա վերևում ֆենն է, ինչպես տեսնում եք, այլին, խոշորացնող հայլին, այստեղ խնամքի համար անհրաժեշտ կոսմետիկ միջոցներն են, ատամի մածուկ իր խոզանակներով, գլխի բախիլ և
սափրվելու համար նախատեսված ածելի իր գելով։ Սրբիչները լոգանքի համար նախատեսված կամ չորանալու համար նախատեսված, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները եւ լոգախցիկը իր տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, այստեղ ամեն ինչ մաքուր է, չեմ տեսնում ոչ մի ավելորդ բորբոս, հայերենով ասած, կարելի ինչպես տեսնում եք, մաքուր են, սա տեխնիկան նույնպես մաքուր է, մի փոքր նագարակ հալած է, դա բնական բան է, ջրից լինում է այդպես, նույնիսկ նոր տեղադրած է 5 օր հետո կարող է այդպես լինել, սրբիչները եւ լոգարանի դիմաց գեստապահարանն է, այս հատվածում սեյֆն է, դարակները, հավելյալ բարձը, այստեղ ծածկոցը կամ նա ծածկոցներ, սա բարձն է, կախիչները, դարակները, իրերը դնելու հատվածը, անցնենք առաջ, գեստապահարանի կողքին այստեղ մինի բարն է, որտեղ կան թեյ սուրճ, չայնիկ, ջուր, գեղեցիկ այսպիսի ծաղիկ, ներքևում սառնան է, սառնանում կա 3 շիշ ջուր, այստեղ իրերը դնելու հատվածն է, կոշիկները դնելու հատվածը, դարակներ դարձյալ, TV-ին, այստեղ աշխատասեղանն է, իր դարակներով, սա թղթապանակ է, գրառումներ կամ ինչ-որ գրություններ թողնելու համար հյուրանոցին, ինչպես արդեն ասացի, հյուրանոցը ավելի շատ նախատեսված է Եվրոպայից եկած մարդկանց, եվրոպացիների համար ավելի ճիշտ, բայց բոլոր ազգերներ կարող են այստեղ հանգստանալ բնականաբար, այստեղ մեծ հայելին է, ցույց տամ king size մահճակալը, նախատեսված ծնողների համար, այստեղ կա սոֆա, որը բացվում է, համարը նախատեսված է 2+2 կամ 2+3, այսինքն 2 երեխայի եւ 3 մեծահասակի համար, ցույց տամ ձեզ երեխաների սենյակը, այստեղ կա երկհարկանի մահճակալ այսպիսի, անկողինը նույնպես մաքուր է, ավելորդ ոչինչ չեմ տեսնում այստեղ, բարձի երեսները նույնպես մաքուր են, պրոստինը նույնպես մաքուր է, այստեղ մի քիչ փոշիկ է, բայց լաքաներ չկան, վախենալու չի սա, այս սենյակում նույնպես կա TV, այսպիսի սեղան իր դարակով, զգեստապահարան կա երեխաների համար նախատեսված, կախիչներով իր, դարակներով, հովացման համակարգ կա տվյալ սենյակում նույնպես եւ դուրս գանք պատշգամբ, ցույց տամ ձեզ պատշգամբը, պատշգամբում կա 2 աթոռ իր սեղանով եւ տեսարան դեպի հյուրանոցի այս հատվածը, հյուրանոցի տվյալ հատված ավելի հանգիստ է, ավելի անաղմուկ համեմատած մյուս հատվածների։
Այժմ տեղափոխվենք լողափ, որի երկարությունը 700 մետր է։ Լողափը պատված է դեղին փափուկ ավազով, կառավարված է փայտյա մեծ հովանոցներով, քամուց պաշտպանող շիրմաներով, ինչպես նաև հարմարավետ փայտյա տապչաններով, որոնք ունեն ներքնակներ։ Տապչանների քանակն այստեղ բավականին շատ է, այնպես որ ազատ տապչանները միշտ հասանելի են։ Լողափում կա վոլեյբոլի խաղահրապարակ, վճարովի ծառայություններով դայվինգ կենտրոն, ինչպես նաև բար, որտեղ անվճար կմատուցեն ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, զովացուցիչ հյութեր։ Լողափն ունի ավազեմուտք դեպի ծով, որը տեղ-տեղ պատված է մանր քարերով։ Հյուրանոցն ունի երեխաների համար նախատեսված ակումբիր խաղահրապարակով, ոչ շատ մեծ մարզասրահ, որը անվճար է, եւ սպա սրահ, որի ծառայությունները վճարովի են, ինչպես նաև ձիավարությունը սիրողների համար այստեղ կա ձիարշավարան։ Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան, որտեղ մատուցում են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Ուտեստներն այստեղ բազմազան են եւ համեղ։ Այստեղ դուք կգտնեք ձեր ախորժակին համապատասխան հաճելի ուտեստը կամ աղանդերը։ Եվ բացի հիմնական ռեստորանից, հյուրանոցում կան նաեւ իտալական եւ արևելյան ալակարտ ռեստորաններ, որոնք կարող եք անվճար այցելել յուրաքանչյուրը մեկ անգամ 7-օրյա փաթեթով հանգստանալու դեպքում։